մեր մարմինը դեռ մենք հիմա ապականացում ենք, ես ու դու, հա, միավոր խոսում ենք մեզ նայողները, բայց դա Քրիստոսը, որ ինքը մեզ փրկեց, դա արդեն ֆիզիկականի համար հավիտենականության մեջ է, երբ որ մենք հարություն առնենք, Քրիստոսի անապականությունը մեզ ուժ է տալի, որ մեր մարմինները անապական պետք է հարություն առնեն։ Այսինքն մենք ընդունելու ենք նույն մարմիններից, ինչ որ Քրիստոս ունի։ Չէ, այսինքն բանա լինելու ենք հոգևոր մարմին, ֆիզիկապես շոշափվելու է, այսինքն ձերտովելը ուրվական չենք լինելու, բայց այդ բանը, այդ ուժն ենք ունել, պատի մեջով ենք անցնելու, ու սենց ասեմ, որ ավելի հասկանալ լինի, հա, օրինակ տարածքի բան չկա, կարող եմ այս բանը ասեմ, մի հատ թռնեմ գնամ գամ այդ ստուդիայում նստեմ իրար հետ ինտերվյու անենք, այսինքն մեզ ինքնաթիռ պետք չկա, օրինակ, չէ, այդ բանը, վիզա պետք չի, սենց ասեմ, այսինքն մարմինը այդ Այսինքն տենց բարձրագույն շնորհքներ ենք ստանալու Տիրոջից։ հա, մարմինը փոխվելու է այդ ամեն ինչը։ Մարմինը այդ ապականությունից, բայց մենք այսօր որ ապրում ենք, եթե մենք այսօր ճիշտ ենք ապրում, ձգտում ենք ճիշտ ապրել, ընկնելով, վերնելով մեր տկարություններով, մենք կարժանանանք այդ հարությանը։ Դրա համար հավատամքի մեջ ասում ենք հարություն չէ, մեռելներին դատաստան նաև Այո։ հավիտենական, տանջանք մեղավորներին եւ կյանք հավիտենական։ Այսինքն եթե մեկ արժանի չի լինելու, այդ երբ որ հարություն ենք առնելու, այն այծերը, որ աջ ձախ բաժանվել են, նրանք որ արժանի են լինելու, իրենք օդի մեջ տիրոջ հետ կողքն են լինելու, իսկ այն նրանք, որոնք չեն փրկվելու, ասում եմ մարմիններ իրանք են հարություն, բայց այնքան է ծանրացած լինելու մեղքի կիրքերով, այլանդակված մարմիններ, շատ տգեղ, հոտած, որ տեղից չեն, այսինքն ծանրացած է, ասես նկարագրում են հայրերը, որովհետև այդ մեղքերը այդ յուղոտված sense ասեմ, Ու էլի։ իրանք այրվելու են։ Հետո, բայց չեն վերջանում, ինքը տառապել է, բայց չի բրծնելու այդ մարմինը։ Ոչ թե կայրվեն կվերջանա, չէ։ Այսինքն հավիտենական են այրվել, հավիտենական կրակի մեջ։ Այսինքն նա հիմա sense ասեմ, ձերքս միտեղ այրում եմ, հա, վերցնենք, ցավում է, տառապում եմ, բայց ես գիտեմ, դեղեր եմ գցում, մի շաբաթ հետո էդի մոռանալու եմ։ Բայց պատկերացրու այդ մարդու վիճակը, որը դե միայն այդ ֆիզիկական կրակը չի, էլի։ Այդ վիճակն է, որ դու գիտես, դու սփոփանք չես ունենալու, էլի։ Հոգևորել ես այրվում, էլի։ Հա, հա։ Դրա համար մեզի տրվեց, մենք դեռ նայ Պողոս Առաքյալը ասում է, որ տարեր բանը արարչագործությունը մարմինը դեռ տառապում է, սպասում է փրկությանը։ Մեր մարմինները դեռ սպասում են, ինքը պոտենցիալ ունի փրկություն։ Հոգին փրկվել է, ադամական մեղքից ազատվել է, ներգործական մեղքերից ազատվում է, եթե ուզում է, հա, բայց մարմինը դեռ պետք է ինչ ճաշակի մահ։ Որովհետև Քրիստոս մահ ճաշակեց, մենք էլ պետք է ճաշակենք, Հետո հարություն առնենք։ որ հարություն առնենք։ Դրա համար մեր մարմինները դեռ գնում է այդ process-ը։ Իսկ հարություն առնելուց այդ մարմնով երևի լինելու են 30 տարեկան, հա։ 30 տարեկան հասած, եթե երեխան մահացել է մի տարեկանում ու 121 տարեկանում մեկն է մահացել, ծերուկ պապիկ, իրանք բոլորը նույն տարիքին են, հասակին են։ Եվ այնտեղ հարության ժամանակ սերը, հասակը, տարիքը չի ընկալվելու։ Այ մարդիկ տարբերվելու են ոչ թե անունով կամ սեռով կամ ինչով, հա, այ տարբերվեն առաքինի գործերով։ Մարդու վրա երևալու է թե ինքը ով է։